Ոսկին կտրուկ թանկացել է, վերջին ամիսների ընթացքում հասնելով պատմական առավելագույնի։ Թանկացման հիմնական պատճառները և գործոնները երեքն են։ Վերջին շրջանում ոսկու նկատմամբ պահանջարկը էապես ավելացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական այս պատերազմների հետևանքով։ Դոնալդ Թրամփը մի շարք երկրների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանեց, այդ երկրները իրենց հերթին մաքսատուրքեր սահմանեցին, սա ստեղծեց բավական լուրջ անորոշություն և մարդիկ իրենց գումարները փորձեցին այսպես խաղաղ նավահանգիստ տեղափոխեն։ Թանկացման վրա նաև ազդեցություն է թողել ռուսական ոսկու նկատմամբ արևմտյան բաժանմիջոցները։ Հիշեցնեմ, որ տարիներ առաջ արևմտյան այսպես երկրները բաժանմիջոցներ սահմանեցին ռուսական ոսկու նկատմամբ և այդ ոսկին սկսեց արտահանվել կամ վերարտահանվել երրորդ երկրների միջոցով։ Օրինակ մեկը Հայաստանի միջոցով էր վերարտահանումները իրականացվում։ Իսկ երրորդ գործոնը ժամանակակից տեխնոլոգիաներն են։ Մեծ քանակությամբ ոսկի է անհրաժեշտ չիպերի և այլ իրերի արտադրության համար։ Այս ամենն իր ուղիղ ազդեցությունն է թողնում թե գործարարների, թե սովորական գնորդների վրա։ 30 տարի արդեն այդ գործի մեջ եմ, թե թանկացում պատմության մեջ չէր եղել։ Ոչ թանկացում, ոչ էլ էժանացում, ասենք ելավ $140 մեկ գրամը, հետո իջավ 128, այսինքն $12 մի 3 օրում։ Այս պատմության մեջ դες բան չէր եղել։ Սա ոսկի մասին մի քիչ լավ մասեր չեն խոսել, քանի որ երթալով պիտի թանկանա։ Մենք զարմանում ենք եւ շուտ կթանկանա։ Մանավանդ 10 տարի մոտավորապես $50,000 ամեն 1 կիլոին թանկացավ։ Ադոր համար մեր գործերը ամենը փչացավ։ Հիմա մենք մեր գործերուն մասին քանք ժողովուրդն աշվարած վիճակի մեջ է։ Օրինակ քննենք մը, չի քննենք մը։ Մոտ 20 տարի է այս գործի մեջ եմ։ Այս տարի է, որ այսքան միանգամից թանկացել է ընդհանուր առմամբ։ Հենց մի քիչ բարձրանում է, ակտիվանում է, որովհետև մարդիկ մտածում են, որ ավելի կթանկանա, գալիս առնում են։ Ազդել է այն առումով, եթե մենք խոսում ենք մեր պատրաստի զարդերի մասին, որտեղ որ ներառված են ադամանդները, իրականում շարժը ավելի շատ է սկսվել։ Ժողովուրդը մտածում է, եթե արժեքը բարձրանում, ուրեմն շուտ այդ պահին մենք գնումը կատարենք, որ ավելի գնային բարձրացում չլինի։ Ոսկի վաճառողների խոսքով, եթե կապիտալի կուտակման նպատակով չէ, ապա մարդիկ միայն վերցնում են ամենաանհրաժեշտ իրերը՝ ամուսնական մատանի, մկրտության խաչ և այլն։ Ոսկու շուկաներում վերջին շրջանում կարելի է նկատել նաև շատ այլազգիների։ Այստեղ ոսկին էժան է։ У нас тоже есть свое производство, но так как мало это, и поэтому дорого. А когда мы отсюда везем в Казахстан, цены могут конкурировать с нашим местным рынком, но по качеству могут быть намного лучше. Поэтому выбираем, конечно, Армению. И у нас тоже есть хорошие изделия, но цены самые лучшие. Աշխարհի տարբեր երկրներ հիմա ելնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից ոսկի են գնում։ Նրանց համար գումարը կապիտալի վերածելու և պահելու համար լավագույն ձևն է։ Հայաստանում 2007 թվականից ոսկին որպես կապիտալի կուտակման տարբերակ չի դիտարկվում։ Ոսկով հիմնականում պահում են այսպես Հայաստանի մեծահարուստները, մի քանի այսպես խոշոր փողատերերը, նույնիսկ բանկերը իրենց ակտիվները հիմնականում պահում են պարտատոմսերի կամ արժեթղթերի ձևով։ Այսինքն ոսկու պահելը նաև որոշակի ռիսկեր է պարունակում երկարաժամկետ տեսանկյունից, որովհետև երկարաժամկետում քո փողը կարող է քեզ ավելի մեծ եկամուտ բերի, եթե դնեիր, ենթադրենք, պարտատոմսերի արժեթղթերի մեջ։